Չէ, դուք ասացիք, որ այնտեղ կանգարի հնարավորություն չկա եւ գոնե 150 մետր մուտք գործի համայնք։ Մենք ասացինք կդիտարկենք այդ տարբերակը։ Մենք նայեցինք, որ այդպիսի խնդիր որպեսին չկա, որը որ դուք բարձրացնում եք։ Նախ այնտեղ կանգարի հնարավորություն կա։ Ինչի՞ չկա։ Չէ, ասել եք, կա ընդ պրոբլեմ։ Մի րոպե։ Եվ ասել եք, որ տեսեք, այն ինչ որ դուք եք առաջարկել, դա Երևանի 59 համարի գործող երթուղուց երևի մի 100 մետր է տարբերվում։ Այսինքն, այն ձևով, որը որ իրական, ես կարող եմ նույնիսկ հիմա բացել ցույց տալ երթուղին ինչպես է անցնում եւ դուք ինչ եք առաջարկել։ Եվ ինչքան է դա կազմում։ Հա, որը մերժում է, որտեղ այդ նույն հաջողությամբ Չէ, Երևանի վարչական շրջանից դուրս ոչ։ Եթե մենք ասել ենք դա նայենք, որպեսզի տեսնենք, դա Երևանի վարչական տարածքում է, թե վարչական տարածքում չէ։ Չէ, վարչական տարածքում չի, դեռ մենք ձեզ ասել ենք, որ դա վարչական տարածքում։ Չէ, վարչական տարածքից դուրս մենք չենք կարող համաձայնվել։ Դա կլինի համաձայնվել օրենքից դուրս գործող կարգավորման հետ, որի հետ մենք չենք կարող ուղղակի։ Մի կարգավորումը հետ հնարավոր է Երևանի բանը, ես դրա մասին, ես ամեն դրան Եվ որ եղել է, որ Երևան քաղաքի տրանսպորտը, որ կարող է իր բանից վարչական տարածքից դուրս գա, եթե պայմանավորվել չգիտեմ ինչի։ Բայց դա անորոշ բան է, կարգավորում այդ ձեր ասած։ Մի րոպե, սա է հազար հավես։ Մի հատ խնդրում եմ, մի հատ հարց ուղեմ ու դուրս գանք, էլի, պարոն Սիմոնյան։ Պարոն Սիմոնյան, մի հատ հարց ուղեմ ու երևի, ոչ թե երևի հաստատ էլ ես շեմ խոսալու դուրս են գալիս։ Ուղղակի խնդրում եմ հստակ պատասխանել։ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների խնդրանք պահանջը, որ այդ 300 մետր է, 200 մետր է, 600 մետր է, այդ պահանջը խնդրանք պահանջը իրագործվելու է թե մերժվում է։ Ընդամենը դա ասեք ու գնանք, հա։ Մենք որտեվ այդ եկել ենք այն ակնկալիքով, որ պետք է կառավարությունը մեզ ընդառաջի, ոչ թե մեզ, այլ մոտ 40,000 ժողովրդի ընդառաջի։ Սերգո ջան, դուք այնպես եք ներկայացնում, նորից եմ կրկնում, որ Երևանի տրանսպորտը դուրս է գալիս համայնքից եւ այդ համայնքը որևէ տրանսպորտային միջոցներ մի րոպե, դուք խոսում եք, ես հարգում եմ, լսում եմ։ Դու հենց որ ես եմ սկսում խոսել, դուք սկսում եք ընդհատել։ Որտեվ դուք անընդհատ նույն բան եք ասում։ Որտեվ դուք անընդհատ վնաս մեզ։ Ի վնաս ձեզ չեմ ասում։ Ես գործող օրենսդրության շրջանակներում եւ խնդրում եմ որ բոլորը հարգեն գործող օրենսդրություն։ Գործող օրենսդրությունը հետեւյալն է, որ Երևանի համայնքի վարչական տարածքում իրականացվում է Երևանի կողմից փոխադրումը։ Մենք ասել ենք հետեւյալը, որ վարչական տարածքը ձեր առաջարկով, պրոշյանցիների առաջարկով եղել է ՊՆ-ի վարչական շենքի մոտից փոխադրումը իրականացվի, մենք ասել ենք խնդիր չկա, համաձայնվել ենք դրա հետ։ Քասախի դեպքում սակագին ենք իջացրել, Պռոշյանի դեպքում սակագինը վերանայել ենք, էլի իջացրել ենք։ Ասել ենք նույն երթուղով Քասախի դեպքում, որով որ Երևանը փոխադրում է իրականացնում, այդ երթուղով 150 է։ Եթե ցանկություն ունեն քասախցիները ավելի երկար, ավելի այն երթուղով, որը այսօր գոյություն չունի, ավել փոխադրում իրականացնել, այդ դեպքում էլի այդ կետից, որից որ իրականացվում է Երևանի տրանսպորտի փոխադրումը կլինի 150, ավելի հեռու կետից 200, համայնքի այդ բնակավայրի վարչական տարածքում 100 դրամ կլինի ընդհանրապես փոխադրումը, թույլ տվեք ավարտեմ։ Հետո պայմանավորվել ենք, որ ավել երթեր կիրականացվեն, տրանսպորտային միջոցների թիվը կավելացվի, հարմարեցված տրանսպորտային միջոցներ համաձայն կառավարության կարգի նույնպես ներգրաված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար այդ տրանսպորտային սպասարկման մեջ եւ նաեւ այսօրվա քննարկման արդյունքներով որոշ խնդիրներ նույնպես բարձրաձայնվեցին, որը մենք պատրաստ ենք քննարկել։ Մեկը կապված համապատասխան կենտրոն որոշ կատեգորիայի քաղաքացիներին տեղափոխելու հետ կապված, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում եւ կարելի է այդ հարմարեցված տրանսպորտային միջոցներով, որը այսօր գոյություն չունի։ Դուք լրատվամիջոցների դեմ հիմա հայտարարություն եք անում, որը չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում եմ, եկեք ճիշտը ասենք, լրատվամիջոցներն թող բոլորն էլ լսեն,
որ այդ Պրոշյանցին չի պահանջը երբեք որ գա պաշտպանության նախարարության մոտ։ Պրոշյանցին ասել է ըստ օրենքի կա Google քարտեզ։ Երևան քաղաքի ճանապարհը ավարտվում է Պրոշյանի այս պաշտպանության նախարարության հատվածում։ Բայց մենք ոչ գոնե տեղ գա չէ։ Մենք ասել ենք, եթե այստեղ ավարտվում է, ինչ չի թվում, որ այսքան բնակչության խնդրանք պահանջը 300 մետր որ գա վերևի չրջադարձանի, կառավարությունը այդքան ժողովրդին կմերժի, բայց փաստորեն կառավարությունը ժողովրդի շանտեղ չի դնում կոպիտ ասած, կներեք 1000 անգամ։ Կներեք ես ձեր որակումների հետ համաձայն չեմ, մեկնաբանելու բան չունեմ։ Պարոն Ազիզյան, խնդրում եմ ցավը տանեմ, ես այսօր 1000 ես մեքենա ունեմ, բայց իմ տնից 3 հոգի օգտվում է, ես մեքենայով առավոտյան իմ գործին գնում եմ, բայց իմ տնից 3 հոգի, ես ֆինանսական բեռը կրողն եմ եւ պարտավոր եմ բարձրացնել։ Կառավարությունը պարտավոր է ժողովրդի ձայնը լսելու, բայց այսօր ժողովրդի ոչ մի բան չեն դնում։ Բայց Ղազախի մասով ասենք, պարոն Դալաքյանն է նորացած, որ սահմանված 200 դրամը պարոն Սիմոնյան եղել է այն նախնական Ավելի երկար երթուղին, այո։ Երկար երթուղը պարագայում է եղել այն 200 դրամը, այո, պարոն Դալաքյան, մենք անցած անգամ դա ենք քննարկում, Հարգելիներս, շնորհակալ եմ ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Ստեսյունս մենք հաստատ արդեն մեծ տրանսպորտը բարձրանալու պարագայում բնակիչ չէ, բայց այդ նույն 680-ի համար պետք է վճարի 200 դրամ։ Այդ արժանանքն կամ 150 եթե բացում եք իջացնել, ես այդքան 150 դրամ ոչ թե 680 մետրի համար, այլ Երևան փոխադրվելու համար։ Ծախսությունը միայն այդտեղ է։ Չէ, Նույն 59 երթուղով է իրականացվելու փոխադրումը։ Մարդը իջնելու է 59-ը նստի, որ կարողանա գնալ։ Ուր գնա։ Բայց Արգավանդի աշխատավայր կարող է օգտվել միջմարզային տրանսպորտից գա ֆիզիկայի խաչմերուկից, ցանկացած Երևանի տրանսպորտով, ցանկացած ուղղությամբ մենք տրանսպորտային միջոց օգտվելով մեկ երթուղուց փոխադրվել իր ուզած վայրը։ Պիկ ժամին երբևիցե տրանսպորտը ստացվա։ Ֆիզիկայի խաչմերուկից ոչ, բայց այլ տեղերից նստած կա։ Վարտաններից եկող որևէ տրանսպորտում, արգելիս, որևէ ամդիկ տեղ չկա։ Դուք ոնց եք պատկերացնում, մարդը պիտի գա, էլի ժամերով այդտեղ դուք պատկերացնում, համ ֆինանսական ծախսն ավելանում, համ ժամանակի մեծ կորուստը ցանկացած բնակիչի համար առաջանում։ Պիտի այնտեղ սպասի մի հատ հարմարվի մուլտիտրանսի տրանսպորտին, հետո 59 նորմի մուլտիտրանսի սպասել, հասան ֆիզիկայում ևս քանի տրանսպորտ, մարդիկ փորձին տրանսպորտ են օգնում բացվում։ Ես շատ լավ պատկերացնում, ես շատ լավ հասկանում եմ ինչ ասում։ Ես նաև այսօր ես խոսում եմ իմ խոսքը թողեք ավարտել։ Ես նաև արձանագրում եմ, որ 21 թվականին դեռևս ոչ բավարար հագեցվածությամբ մուլտիտրանսը շահել է տեսնել։